Ապավոր, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար։ Ջորջ ջան, իմ նպատակը, որ աչքերի մեջ նայելով խոսենք, ես իմ սրտի եղածը, իմ ծրագիրը ձեզ տեղյակ պահեմ, իմացեք ինչ որ ասելու եմ, մի բան էլ ավելանելու եմ, հարկավոր հնարավորություն պայման, իրականացնենք, կյանքի կոչենք, խաղաղություն լինի, բարգավաճ բարեկեցիկ կյանք։ Սպասեք լավ փոփոխությունների, առաջին հերթին հենց այս լուրն է Գագիկ Ծառուկյանը բերել շենգավիթցիներին, որի մասին ԲՀԿ առաջնորդը ազդարարեց քարոզարշավի մեկնարկին։ Երևանից մինչև Հայաստանի ամենահեռավոր գյուղի բնակիչ իր մաշկի վրա է զգալու այդ փոփոխությունը։ Հարգելի սեր շենգավիթցիներ, իսը ձեր բոլորին ողջունում եմ։ Եկել եմ այստեղ ձեզ նայելու, ձեր աչքերի մեջ նայելու եւ իմ խոսքը ասելու համար։ Ամենակարևորը սպասեք լավ փոփոխությունների, որ բոլորդ էլ գործ եք ունենալու։ 27 թվականից, երբ բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, միլիոնավոր մարդիկ են գալու։ Միլիոնավոր տուրիստներ են գալու, միլիարդներ են ծախսելու, մեծ գումարներ մնալու մեր երկրում։ Այդպես եւ երկու խոշոր ծրագիր են իրականացնելու։ Այսօր ժողովուրդը կարիք ունի ուշադրության, վերաբերմունքի հնարավորության եւ պայմանի։ Ես ամբողջ օրը վարչական շրջաններում, գյուղերում եմ գալի։ Մարդիկ վարկերի տակ, պարկերի տակ, անգործ պատերի տակ նստած են։ Մենք մարդկանց մասին պետք է մտածենք, հնարավորություն ձեռնենք, մարդկանց աշխատանք տանք, պետք է նրանց դրության մեջ մտնես։ Գագիկ Ծառուկյանը շենգավիթցիների մանրամասն ներկայացնում է առաջարկ Հայաստանին ծրագրի առանցքային դրույթները, կրթությունից մինչև առողջապահություն ու արժանապատիվ թոշակ։ ԲՀԿ ղեկավարն ընդգծում է վարկային համաներում հայտարարելու անհրաժեշտությունը։ Այսօր ազգը 650,000 ընտանիք է, 2,400,000 վարկառու, ամեն ընտանիքից 3-ից 4 մատ վարկի տակ է։ Պետությունը քայլ պետք է կատարի, որ այդ մարդկանց ներում շնորհի մինչև 3 միլիոն դրամ։ Եթե պետական պարտքը այսօր դառնա 15 միլիարդ, ժողովուրդը դրանից խաբար չի։ 1 միլիարդ 100 միլիոն ավելանալով 2,200,000 մարդ լիարժեք փրկվելու այդ ցեղից դուրս գալու։ Առողջապահությունը անվճար պետք է լինի, կրթությունը անվճար պետք է լինի։ Թոշակառուների համար 78,000 գոնե միջին զամբյուղը պետք է ապահովի։ Պետք է գործ լինի, ստեղծեն, կազմակերպեն, բյուջեն գումար լինի, տնտեսական աճ լինի։ Մի տոկոսը դա 25 միլիարդ է, տարեկան եթե 12% աճ լինի, 300 միլիարդ, որը կանաչին բաժանեն, եւ առողջապահությանը, եւ աշխատողին, ծառողին, արվեստագետին, բժիշկին, ճիշտ պետք է կազմակերպեն, Ժորժ ջան։ Երևանն ամբողջայության մայրաքաղաքն է եւ պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք ու կառավարում։ Առաջարկ Հայաստանին ծրագրում ներկայացված է քաղաքի զարգացման համար անհրաժեշտ քայլերը։ Ժորժ ջան, մենք ունենք մեկ մայրաքաղաք Երևան, որը ամբողջ աշխարհի հայությունը հպարտանում է Երևանում։ Իսկ եթե որոշ մարդիկ դա կլինի Բաքվից, Հայաստանից, որ Երևանը ուզում են կոչեն Երևան, դա ամոթ է մեզ, դա չի կարող երբեք թույլ տալ։ Ոչ մեկը չի պատկերացրել, որ կարող է մեր իշխանությունը գա ժամանակ, որ իր շանի Մասիսարին նայի, կամ Մասիսար անձնագրի վրայից անի, կամ 300,000 պետք է ադրբեջանցի բերեն Երևանում բնակեցնեն, ամոթ է, դա մեզ պատիվ չի բերում, կամ Արցախից չխոսան, կամ ցեղասպանությունից։ Երևանցիները վրդոված են հատկապես գույքահարկի բարձրացումից։ Որոշումը Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ կամայական է, անհրաժեշտ է վերանայել այն։ Երևանցիների վրա գույքահարկը 100% ավելացրել են։ Ժողովուրդ ջան, դա անարդարացի որոշում է։ Մարդը 40 տարի աշխատել է, դախացող խոսագիտնականը, աշխատող է, շինարարը, իրան տուն են հատկացրել։ Ինքը ապրում է այդ տանը իր թոշակով։ Այսօր գույքահարկը ավելացրել են, անարդարացի որոշում, ասում է ծախի գնա գյուղերում մնա։ Դա ամոթ է, դա մարդկային ժողովրդական վերաբերմունք չի։ Ես դեմ չեմ, թող ընդունեն 20 թվականից 22, որ մարդիկ 100,000-ով, 200,000-ով բնակարաններ են առել, կանանց նրանց գույքահարկը բարձրացնեն, բայց այն թոշակառուն, որի արդար քրտինքով, ազնիվ աշխատանքով բնակարան է ստացել, պետք է նրան հնարավորություն տան, բարեկեցիկ կյանքով խորհրդեցության, ոչ ասեն, տունը ծախի, հա թող Ադրբեջանից գան տներն անեն մնան, դա է նշանակում։
Դա ճիշտ չի ժողովուրդ։ Մարդկանց ցանկությունը մեկն է ապրել ու արարել սեփական երկրում, իսկ դրա համար պետք է ունենալ խաղաղ երկիր, որը պարզապես բառերով չի ամրագրված։ Երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստանի համար սա առանցքայինն է, որից եւ բխում է առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Գագիկ Ծառուկյանը հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին։ Հնարություն է տրված է։ Գնացեք ձեր խղճի առաջ, հոգու առաջ։ Մի հայտարեք, գնացեք ընտրությունը կատարեք։ Վախում եք, ով արշվասա քեզ եմ ընտրելու։ Այդքան մի բան։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Քվեաթերթիկ համար 7։ Միացիր։ Որ փոխել։ Միացիր։ Որ փոխել։ Մի քանի օր ինչ մեկնարկել է քարոզարշավը, այս օրերին Գագիկ Ծառուկյանը մարդկանցից տարբեր առաջարկներ է լսել, այդ թվում կարգախոսի։ Կարգախոսը ես ասել եմ, երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բայց հիմա քաղաքացիները ասում են ամենալավը, որ ընտրիր Բարգավաճին, գործեդ կգնա Աչին։ Հիմա չգիտեմ ես, որը որ ժողովրդի համար ավելի ընդունելի է, մոտորերս մենք կհայտարարենք։ Ինչպես յուրաքանչյուր բնակավայրում այստեղ էլ մարդիկ մեծ հավատ ունեն Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Գրկախառնություններ, ջերմ ձեռքսեղմումներ, լուսանկարներ ու համոզմունք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված մի առասցե մեր երկրին բան պատահի։ Մենք ազատամարտիկներով միշտ պատրաստ ենք լինել։ Ոչ մի բան չի կարա պատահի։ Մենք պետք է պատերազմի դուռը փակենք, խելքությունից դուրս գանք, մեջներս ուղենք, աշխարհը մեզ հարգի եւ մենք կարողանանք լավ դաշնակից։ Այո։ Այնուհետև հազարավոր համակիրների ուղեկցությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ԲՀԿ առաջնորդի գլխավորած երթը։ Մարդիկ իրենց զավակների հետ են մասնակցում, վստահ որ մեր ժողովրդի համար վճռորոշ պահին պետք է բոլորիս համախմբվածությունը։ Հունիսի 7-ին որ փոխել։ Միացիր։ Որ փոխել։ Գագիկ Ծառուկյանին ու նրա քաղաքական թիմին հաղթանակ է մաղթում նաև հարակից շենքերի պատշգամբներից ու լուսամուտներից ողջունող մեր հայրենակիցները։ Այստեղից պարզում են հաղթանակի բռունցքն ու մեծ հավատով սպասում հունիսի 7-ին։ Պատաններից և պատշգամբներից մեզ դիմավորող քաղաքացիների բարձր ծափարություններով։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին համար 7-ին Հունիսի 7-ին համար 7-ին Այս պետք կալում է, այս մանում է, կարգին համը 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Եղյանն է։ Ինչպես Գագիկ Ծառուկյանն ինքն էլ շեշտում է, պետք է ազատվել խեղճության բարդույթից, որը խանգարում է առաջ գնալուն ու լիարժեք կյանքին։ Պատերազմի ընկերների անունից է նաև խոսում։ Պարոն Ծառուկյանը մեր տղերքի համար ու ժողովրդի համար շատ լավ բան է արել։ Մեզի չի անտեսում ինքը, ու ինքը միշտ մեր կողքին է։ Հունիսի 7-ից հետո պատրաստվեք լավ փոփոխությունների։ Բոլորիդ քվեն շատ կարևոր է եւ լավ փոփոխություններին հասնելու համար անհրաժեշտ է մասնակցել ընտրությանը։ Ուրեմն քայլ առաջին, մասնակցում ենք ընտրությանը, քայլ երկրորդ, քվեարկում ենք համար 7-ի օգտին, հունիսի 7-ին, հունիսի 7-ին, քվեաթերթիկ, քվեաթերթիկ, Երթի վերջը չի երևում, մարդիկ վստահ են, հունիսի 7-ից հետո լինելու են փոփոխություններ, լավ փոփոխություններ։ Նրանք, ովքեր չեն միացել երթին, հարակից շենքերից են ուղարկում իրենց ողջույնները։ Երթին չի խանգարում անգամ հորդառատ անձրևը։ Ինչպես ասեց Գագիկ Ծառուկյանը, ընտրի Բարգավաճին, որ կերցեն ոտքերը Աչին։ Ինչ ենք ստանալու հունիսի 8-ին, լավ փոփոխություններ։ Բոլորի հետ հավասար Գագիկ Ծառուկյանն էլ քայլում է տեղացող անձրևի ներքո, հրաժարվելով անձրևանոցից։ Երթի ճանապարհին աղուհացով, բարեմաղթանքներով ու ապագայի հանդեպ հույսով են դիմավորում Շենգավիթ համայնքի բակերից մեկում։ Իրենց ուրախությունը ցանկանում են կիսել մշտապես մարզաշխարհի կողքին ու մեր երկրում սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարդու հետ։ Եվրոպայում օրերս հաղթանակած մեր մարզիկին են ներկայացնում։ Պարոն Ծառուկյան երեկ է վերադարձել բանը Ֆրանսիայից,
Ուշուսանդայի Եվրոպայի չեմպիոն դարձավ, երեք վերադարձել։ Մեդալը բերել ես ոսկի։ Անպայման։ Ապրես, հալալակես, որ կարողանես մեր ազգի պատիվը բարձր պահես, աշխարհով մեկ հիմնեն չեսնես, դրոշը բարձրացես։ Խմենք մեր չեմպիոնի համար, որ մեր ազգը այսօր կարիք ունի հաղթանակների։ Ձեր գլխավորությամբ Հարկ ու պատիվ քեզ շնորհավորում եմ, Ասպետյան։ շնորհավոր։ Շինգավիթ համայնքը ձեր հետ հաղթելու ենք։ Հունիսի 7-ին համար 7-ին։ Տեսնելով վերաբերմունքը, ժպիտը, սպասելիքը, ինչ որ կա նախատեսել ենք մի բան էլ ավել անելու ենք։ Շենգավիթցիները նշում են, իդեմ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամների ունեն գործընկերներ, որոնք մշտապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների եւ խնդիրների մասին, հետամուտ դրանց լուծմանը։ Հիմնականում մեր ասած խնդիրները Գևորգ Ստեփանյան քաջատեղեկա պարոն Ծառուկյան հատ գիտի Այսօր քաղաքապետարանում ամենավստահված ավականիները Մայր Հայաստանի ավականներն են, որը տեղյակ լինելով քաղաքացու կողքը կանգնելով Փառք ու պատիվ իրենց, ես հպարտանում եմ իրենցով։ Պետք է հնարավորություն լինի, որ որոշում կայացրողը մենք լինենք։ Գնդակը ձեր դաշտում աջող, տվենք պահանջը։ Շնորհակալ եմ։ Այն ջերմությունն ու սերը, որ տածում են իմ հանդեպ փոխադարձ է վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը։ Տասնամյակների ընթացքում են մարդիկ դրանում համոզվել։ Պարոն Ծառուկյան, այսօր Երևանի քարոզարշավի առաջին օրն էր, այսպես անգամ անձրևը չխանգարեց, բավականին ակտիվ մարդիկ ողջունում էին, ինչպես կգնահատեք, այս մարդիկ հույսով սպասում են իրականում տեսնել։ Իրաց ցավը տանեմ, դրա համար ասել եմ, սպասեք 7-ից հետո լավ փոփոխությունների, որ կարող են բոլորն էլ գումար աշխատել, գործ ունենալ, փոքր ու միջին բիզնես հիմնեն։ Պետք է սպասեն մեծ փոփոխությունների, որ ամեն ինչ լավ լինի։ Հատկապես երիտասարդներն են ոգևորված այստեղ։ Մեր ապագան, մեր երիտասարդներն իրաց ցավը տանեն։ Պետք է իրենց կողքը կանգնենք, հնարություն տանք, որ նրանք էլ արտասահմանը մոռանան, մնան իրենց երկում հարարեն, ստեղծեն, ընտանիք կազմեն, որ կարողանան իրենց նպատակները իրականացնել։ ԲՀԿ ղեկավարի անմնացորդ նվիրումի սրտացավության ու ներդրումների շնորհիվ Հայաստանի եռագույնը բազմիցս ծածանվել է միջազգային ամենաբարձր հարթակներում։ Հպարտացել ենք այդ հաղթանակներով, ասում են երթի մասնակիցները, սպասում, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մարզական հաղթանակներին փոխարինելու են գալու մեր երկրի հաղթանակները բոլոր ոլորտներում։ Ես ձեր շատ հարգում եմ, ձեր ընտանիքին շատ հարգում եմ ու ձեր կողքին եմ միշտ լինելու։ Զգացված եմ, պարտավորված եմ, այդ վստահությունը հավատքը Ուզում եմ, եթե խոսում եմ, շատ բան ունեմ ասել։ Անհնարին է անելու համար, պատրաստ եմ։ Այո։ Ծառուկյան, Եվրոպայի ձեզ ասում են հաջողություն, զանգել են ու ձեզ ասում են ձեզ շատ սիրում են։ Ես էլ իրաց եմ սիրում, շնորհակալ եմ։ Հունիսի 7-ին Շատ շնորհակալ եմ մեր Ծառուկյանին, որ ինքը կա, որ մեր կողքին է, մենք իր կողքին ենք եւ գնալու ենք առաջ։ Հաղթանակ հենց ինքն է։ Ամենակարևորը, որ երիտասարդների ապագան տեսնում ենք իր հետ։ Հայ ազգի համար ինչ որ ինքն է անում, ոչ մեկը չի կարող անել։ Անպայման իրան ենք ընտրելու, անպայման։ Ազնիվ, նվիրված իր երկրին, իր աշխատանքին, իր ժողովրդին։ Սիրում ենք անմնացորդ։ Եկել ենք, որ խաղաղության մեջ ապրենք։ Մեծ հույսեր ունեմ, որ փոփոխություններ կլինի, ամենաառաջինը Հայաստանը կունենա երաշխավորված խաղաղություն, տնտեսական աճ, ամսի 7-ին, համար 7-ին։ Մենք այս անգամ կհաղթենք եւ չարը կգնա, բարին կգա։ Ժողովուրդը պետք է մտածի այս իշխանությունից ազատվենք, այսի տանեմա կործանման։ Ուժեղները ոչ անձրևից են վախում, ոչ պատերազմներից։ Ձեր ձայնը, ձեր ճիշտ քվեն կատարեք, ժողովուրդ ջան, բոլորդ միասին հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին Գագիկ Ծառուկյանին։